Բարերգում բոլորիդ, այսօր պիտի խոսենք ավակ չորեքշաբթիի մասին եւ որբեսի ջանչնանք ավակ չորեքշաբթի օրը ինչ կուզես էլ մեզի։ Հանուն Հոր եւ Որդու եւ Ոգին Սրբո ամեն։ Ավակ չորեքշաբթին հիշադակությունն է երկու կարևոր դեպքերու, որոնք մեզի շատ կարևոր գեդերու մասին է որ պիտի խոսին եւ հիշեցնեն, որբեսի չմոռնանք։ Առաջինը մեղավոր գնոջ ապաշխարության մասին, ուրեմն Հովանու ավետարանի մեջ կգարտանք հետևյալը։ Ընթրիքի ադեն Մարիամ շիշմը ազնիվ եւ սուղ նարտոսի յուղ առնելով օձեց Հիսուսի ոտքերը եւ իր մազերով սրբեց զանոնք։ Դունը յուղին անուշահոդությամբ լեցվեցավ, աշակերտներեն մեկը Հութա Իսկարիովտացին, որ զայն մատնողը պիտի ելար, ըսավ. Ինչու այդ յուղը 300 արձատ թահեգանի չծախվեր եւ աղքատներուն չդրվեր։ Ասիկա ասավ ոչ թե անոր համար, որ կմտահոգվեր աղքատներով, այլ որովհետև քող էր, իր քով կգտնվեր քանցանակը եւ ինչ որ հոնգ գցկվեր, անգե գոկտվեր։ Հիսուս պատասխանեց. Ազատ ցկեզինք, որովհետև թաղումիս օրը ըլլալիքն է, որ հիմա գնե։ Աղքատները ամեն ադեն ցեզի հետ ունիք, բայց զիս միշտ ցեզի հետ չունիք։ Երկրորդ Հութայի թավաջանության մասին է, թե ինչպես կհամացայնի մատնել իր վարդապետը։ Մատթեոսի ավետարանին մեջ կգարտանք հետևյալը։ Աբա 12 աշակերտներեն մեկը, որ Հութա Իսկարիոտացի կգոչվեր, քնած ավակ քահանաներուն մոտ եւ ըսավ. Ինչ կուտակ ինձի, եթե Հիսուսը հանցնեմ ցեզի։ Անոնք 30 արձատ թահեգան հաշվեցին եւ դվին Հութայի, անգե յետք անիգա հարմար արիթի մը կսպասեր Հիսուսը մատնելու համար։ Եթե լավ նայենք այս երկու դեպքերուն, պիտի տեսնենք, թե երկուքը իրար հագարակ են։ Մեկը ապաշխարությամբ կզղջա եւ իր ամենեն թանկարժեք ունեցածը արցունքներով կնվիրե Տիրոջ փրկության արժանանալու համար։ Իսկ մույսը իր անձնական շահը փնտրելով գերթա արձածիրության յետևեն եւ կմեղանչե։ Հիմա այս դեպքերը երկու հոգիի կողմէ որոշում առնվեցավ։ Մեկը մեղավոր գնոջ կողմէ, իսկ մույսը Տիրոջ աշակերտ Հութային կողմեն։ Այս երկու անձերը մեր մեջի չարի եւ բարիի գրիվն է, եւ բարիի եւ չարի գրիվն է, որ կներկայացնեն։ Մեզի գինա որոշումը, որու գուզենք հաղթեցնել։ Մեղավոր գնոջ ըրածը մաքուր սրդե փխած ապաշխարություն էր, ինչ որ Տիրոջ սրդին հաճելի էր եւ ընդունելի, ինչ որ ցույց կուտա Աստուծո մարդոց նկատմամբ ունեցած անսահման ողորմության։ Մեզ միայն կբահանջվի գիտակցիլ մեր մեղքերուն եւ դառնալ առ Աստված։ Չսենք մեղք գործեցի, ուրեմն փրկություն չունիմ։ Ընդհակառակը, երբ սխալ մը ընես, ամենեն կարևորը ընդունիս, թե սխալըրիր, ապա ապաշխարության արդյունքով լվաս այդ սխալը եւ Տիրոջ սերը մեջդ առնելով չգրգնես նույն սխալը։ Միշտ գիտնալով, թե մարդ որքան ալ մեղքերով ծանրաբեռնված լա, Աստված միշտ ալ կսպասե անոր վերադարձին։ Եվ եթե կգարձեք, թե Աստված մեզի պես կմտածե, կսխալիք։ Աստուծո մոտ անկարելի բան չկա։ Մեկ օրինակ մի եթե գրնամ դալ, որբեսի ցույց տամ, թե մեր Տիրոջ կորձելագերբը մեր մտքեն եւ հասկացողութենեն ավելի քերիվեր է, մեր եկեղեցվո հայրերեն Փարսեղ Մաշկևորցի հայրաբեդ ասոր մասին շատ հետաքրքրական դողերով գսե։ Երբ մենք ուզենք դուն մշինել, նախ հիմերը եւ բադերը գշինենք, ապա դանիքը։ Իսկ Աստված նախ արաստաղը երկինքը ստեղծեց եւ ապա երգիրը, ինչպես ծննդոց քիրքի առաջին գլխուն առաջին համարը գսե,
սկիզբեն Աստված երկինքն ու երկիրը ստեղծեց։ Հետևաբար մեղավոր գինը, երբ եկավ Տիրոջ ոտքերուն առջև ձունգերուն ինգավ, շատ լավ գիտեր թե որու գտի մեր եւ թե անգեղծ սրդե եկած ապաշխարության արդյունքը բրգության առաջնորդող ջամփա է եւ իսկապես ալ է, որովհետեւ Աստված սրդերը քննող Աստված է։ Մյուս կողմեն ունենք հութայի թավաջանությունը եւ մատնությունը, որ ցույց կտա մեզի մարդուն անգումը։ Ինչն էր պատճառը հութայի անգումին։ Արձածսիրությունը։ Եթե լավ նայենք այս բառին, մի տեսնենք հետևյալ երկու բառերը՝ արձած, որ նյութականը կներկայացնե, եւ ժամանակավորը, եւ սեր, որ մեր Տիրոջ կողմէ դրված մեծակույն պատվիրանն է, որ հավիտենականը կներկայացնե։ Եթե հավիտենականը, սերը, պիտի գործածենք ժամանակավորին, արձատին հասնելու, հաճելի պիտի չի ըլլա վախճանը մեր։ Մինչ հագարակն է, որ պետք է ընենք, ժամանակավորը գործածենք հավիտենականին հասնելու։ Որովհետև ժամանակավորը հետաբնթողը արժանի չէ հավիտենականին։ Եթե գուզենք Քրիստոսի հետ ըլլալ, բարապտեղ այս աշխարհի մեջ մի փնտրեք զինք, որովհետև ինք հաղթեց այս աշխարհին։ Ինչ որ այս աշխարհը գուտա, գործածենք ստեղծիչին դանող ջամփա որպես, որովհետև եթե գուզենք հանգիստ դեղը հասնել, հանգիստը բարգևողը մեկ է եւ մեր բոլորին ծանոթ է, անոր անունն է Հիսուս։ Եվ ինչու ավակ չորեքշաբթի օրը թրված են այս երկու թրվակները ճիշտ Քրիստոսի չարչարանքներեն եւ խաչելութենեն առաջ, որովհետև մեզ մե յուրաքանչյուրին մեջ կա մեղավոր գին եւ թավաջան հութա։ Ազատությունը մեզի դրված է որոշելու։ Հիմա հասած ենք վերջին հանգրվանին, այս մեր վերջին հիշեցումն է։ Պիտի որոշենք մեղավոր գինը ըլլալ, թե թավաջան հութան։ Որոշումը մերն է։ Գարչ պատմությունով մը գուզեմ փագել խոսքս։ Մարդ մը գար, որ 3 ընկերներ ուներ, ան իրենց մե երկուքին շատ գսիրեր, իսկ երրորդին հանդեպ քիչ ման դարբեր գտնվեր, հագարակ անոր, որ երրորդ ընկերը ավելի կապված էր իրեն։ Օրմը այս մարդը գամփաստանվի մեծ ոճիր գործելու հանցանքով։ Խեղճը շվարած էր այս ամպաստանության վրա, որովհետև ամբողջությամբ անմեղ էր։ Բահմը հիշեց իր ընկերները ու մտածելով, թե մարդ նեղության ժամանակ կրնա թիմել անոնց, որոշեց թիմել անոնց օգնության։ Ան իր 3 ընկերներուն ալ դուն կանչեց եւ ըսավ իրեն բադահածը։ Ընկերներեն առաջինը գհրաժարի օգնություն տալ է, բաժարապանելով, թե շատ կարևոր գործեր ունի ինելիք։ Երկրորդ ընկերը կընկերանա ամպաստանյալ խեղճին ու անոր հետ գերթա մինչև թադավորին բալադը, բայց ներս չի մտներ։ Երրորդը, որուն սիրույն վրա կգասկածեր, կընկերանա անոր մինչև թադավորին ադյանը ու քաչությամբ կբաշխանե անոր։ Ան այնքան ջարդասանությամբ ու անգեղծությամբ կխոսի, որ թադավորը գնդունի մարդուն անմեղությունը ու անոր ազատ կարձագե։ Այս պատմության բացատրությունը բարձ է։ Ամեն մարդ իր կյանքի ընթացքին ունի 3 ընկերներ։ Առաջին հարստությունները, երկրորդ բարեկամները, երրորդ իր բարի գործերը։ Բայց դժվար ու ծանր բահերուն է, որ գքիծվին մարդու ճշմարիտ ընկերները։ Երբ մարդ մահանա եւ ներկայանա Աստուծո դատաստանին, ամենեն առաջ հարստություններն են, որոնք կլքեն անոր։ Բարեկամները կընկերանան մինչև քերեզման եւ ապա գթարնան։ Միայն բարի գործերն են, որ մարդուն կընկերանան մինչև Աստուծո ադյան եւ անոր գարթարացնեն։ Թող որ ավակ շաբթվան խորհրդավոր այս օրերը փանան մեր սրդի աչքերը, որբեսի տեսնենք ճշմարիտ լույսը եւ վաղինակ վարդապետի բարերով ասենք.
Թուն մեծ ես Տեր, մեծ ու հզոր, խորդագիչը դժողքի, թուն քաղցր ես Տեր, քաղցր ու գթած, բարգևիչը դրախտին, ուստի իր հետ անցնենք մեր ժամանակը այսօր, որբեսի վաղը երբ իրքով հասնինք, ջանչնա և ներս հրավիր է մեզի, ուր իր հետ պիտի ըլլանք հավիդյան, ամեն։